Բարի երեկո բարեկամներ, եթերում Շուշի հեռուստացրագրի հերթական թողարկումն է։ Անցած շաբաթ Շուշիի համար նշանակալից էր։ Նախ Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի հաշվետվությունը կայացավ, այնուհետև Նելսոն Ստեփանյանի 100-ամյակը նշեցին Շուշիում, հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելեց Շուշի։ Անցած շաբաթ նաև շուշեցիները նոր քաղաքապետ ընտրեցին։ Շուշիի շրջվարչակազմի ղեկավար նշանակվելուց հետո սա Վլադիմիր Կասյանի առաջին հաշվետվությունն էր, ինչպիսի աշխատանքներ և դրական ինչ փոփոխություններ են կատարվել Շուշիում, և դեռ ինչ անելիքներ կան Շուշին առավել բարեկարգ դարձնելու համար։ Հաշվետվության հիմքում հիմնականում այս հարցերն էին։ Շրջանի 7 համայնքների 9 բնակավայրերում բնակչությունը կազմում է 5599 մարդ, որից Շուշի քաղաքում 4271 մարդ։ 387 դիմում ստացվել է շրջանի բնակչությունից, 68-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ աշխատակազմի, 34-ը կառավարության աշխատակազմի միջոցով։ Դիմումներում բարձրացված հարցերը հիմնականում ուղղված են ֆինանսական օգնության, տրամադրման, անշարժ գույքի սեփականաշնորհման, բնակարանային պայմանների բարելավման, աշխատանքի և զբաղվածության տարաբնույթ այլ խնդիրների լուծմանը։ Հաշվետու ժամանակահատվածում իրավապահ մարմինների կողմից տարվել են անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներ, շրջանում կայուն վերահսկելու օպերատիվ իրավիճակ ապահովելու ուղղությամբ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանցագործությունները նվազել են 17,4%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում իրենց աշխատանքները պատշաճ մակարդակով են կազմակերպել Հրշեջ փրկարարծառայությունը, Արցախէներգո փակbaşնատերական ընկերությունը և Ղարաբաղ տելեկոմ փակbaşնատերական ընկերությունները։ Դեռևս հստակեցված չեն բնակարանների ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը, վթարների վերացման հետ կապված հարաբերություններն ու պայմանները, որն էլ խոչընդոտում է բնակիչների կողմից բացրացված նմանատիպ հարցերին ժամանակին լուծում տալու։ 2012 թվականի գյուղատնտեսությունից ստացված ընդհանուր համախառն եկամուտը մոտավորապես կազմել է 474 միլիոն 743 հազար դրամ, որից 154 միլիոն 318 հազար դրամը բուսաբուծական և 330 միլիոն 426 հազար դրամ կենդանական ծագման մթերքներից։ Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով կատարված շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 776,9 միլիոն դրամ, որից մշակույթի տան վերանորոգման համար 104,9 միլիոն դրամ, Աբովյան անվան հիմնական դպրոցի վերակառուցման համար 134 միլիոն դրամ, Գիշերօթիկ դպրոցի կառուցման համար 149,4 միլիոն դրամ, Շուշի քաղաքի խմելու ջրի ջրամատակարարման ցանցի առաջին և երկրորդ գոտիների կառուցման համար 50 միլիոն դրամ, Քարինտակ գյուղի խմելու ջրի ջրամատակարարման ցանցի կառուցման համար 98,5 միլիոն դրամ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թվով 22 առաջնություններում և մրցումներում Շուշիի շրջանի մարզիկները գրավել են 10 առաջին, 11 երկրորդ և 13-րդ տեղերը։ Հայաստանի Հանրապետության թվով 8 առաջնությունում և մրցումներում մեր մարզիկները գրավել են 6 առաջին, 5 երկրորդ և 1 երրորդ տեղերը։ Ապրիլի 25-ին Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում թայք բոքսինգի միջազգային առաջնությունում շուշեցի Հայկ Հայրապետյանը արժանացել է չեմպիոնի կոչման։ Համոզված ենք, որ մեր համատեղ աշխատանքով կվերացվեն հաշվետու ժամանակաշրջանում թույլ տված բացթողումներն ու թերությունները, կամրապնդվեն արձանագրված հաջողությունները։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին Շուշիում դիմավորեցին աղոհացով 2 պարով, նա էլ իր հերթին ձեռնունայն չէր եկել, նվերներ էր բերել Շուշիի համար, այն էլ այնպիսի նվերներ, որոնց կարիքը Շուշիում շատ խիստ էր զգացվում։ Երկու աղբատար մեքենա, աղբամաններ ու աղբարգղեր Երևանի քաղաքապետարանը նվիրեց Շուշիին, ինչը շուշեցիների համար բավականին մեծ նվեր էր։ Դատարկ չենք եկել և մեր նվերներն ենք բերել Շուշիի բնակչությանը, մեր քաղաքին, որ կարողանանք նաև մեր ոչ միայն Ստեփանակերտի այդ կապը պահպանել և համագործակցել նաև Լեռնային Ղարաբաղի մյուս քաղաքների և համայնքների
հետ միասին։ Ի սկզբանե փորձել էինք Շուշիի քաղաքապետարին ճշտել, թե Շուշի քաղաքը ինչի կարիք ունի եւ առաջնային խնդիրը մաքրության խնդիրն էր եւ հարմար գտանք, որ ավելի լավ է աղբատար մեքենաներ նվիրել Շուշի քաղաքին, որ մաքրությունը կարողանան ապահովել եւ այն մշակույթի կենտրոնը, որը կառուցվում է Շուշիում, այդ մշակույթի կենտրոնին հարակից փորձենք նստարաններով եւ մյուս այլ կահավորենք Շուշի քաղաքը։ Շուշին, ավելի ճիշտ Շուշիի բարեկարգում Փակ բաժնետիրական ընկերությունը ընդամենը աղբատար մեկ մեքենա ուներ, որը ի դեպ ևս Երևանի քաղաքապետարանից էին նվեր ստացել։ Այս մեկ մեքենայով իհարկե դժվար էր քաղաքի լիարժեք մաքրությունն ապահովել, ինչը հաճախ էր դժգոհությունների տեղիք տալիս։ Այցը Շուշի ինքնանպատակ չէր, մինչև այդ տեղ էին հասել Երևանի քաղաքապետարանի կողմից նվիրաբերված աղբատար մեքենաները, աղբար կղեր, 20 հատ նստարաններ թվով եւ մի աղբատար մեքենա էլ ուղարկվել է Շուշի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հարապետյանի հովանավորությամբ։ Եվ քաղաքապետարանի այս նվիրատվությունը միակը չէ, դեռևս 8 թվականի Շուշիում միակ աղբատար մեքենան նույնպես Երևանի քաղաքապետարանի միջոցներով էր տրամադրված։ Այս աղբատար մեքենաների նպատակի ժամանակին էր, որովհետև Շուշիում ունեինք բարեկարգում ՓԲ-ներ մեկ աղբատար մեքենա, որը արդեն 4-5 տարի է գործում է եւ մաշվածությանը փչանալու դեպքում արդեն աղբը չէինք հասցնում ժամանակին տեղափոխելու, որը բնակչության մեջ դժգոհությունների առիթ էր տալիս։ Ես վստահ եմ, որ այս երկու աղբատար մեքենաները կնպաստեն, որ աղբը Շուշիից ժամանակին տեղափոխվի եւ բնակչության դժգոհությունները կքչանան։ Ես անձամբ իմ անունից եւ ամբողջ բնակչության անունից երախտագիտություն եմ հայտնում մեր բարերարներին, ոչ միայն իրանց, այն բոլոր մարդկանց, ովքեր մտածում են Շուշիի բարեկարգման, բարգավաճման մասին։ Այս երկու մեքենան ընկերության աշխատակիցներին շատ կօգնի, որպեսզի մաքուր պահեն քաղաքը, չնայած ինչ խոսք, միայն հիմնարկության աշխատանքի շնորհիվ չէ, որ պետք է պահպանվի Շուշի քաղաքի մաքրությունը։ Այս հարցում մեծ է նաև բնակիչների դերը, մանավանդ այն բնակիչների, ովքեր մինչև հիմա չգիտեն, որ աղբը պետք է աղբամանը նետել եւ ոչ թե որտեղ պատահի, ինչպես վարվում են շատերը, եւ որի հետևանքով տհաճ տեսարանների կարելի է հանդիպել, չնայած որ բարեկարգում Փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները ամեն օր են դուրս գալիս մաքրում քաղաքը ավելորդ թփերից ու կեղտից։ Նման օգնությունը Շուշիի համար շատ կարևոր է, շատ կարևոր է եւ դրա համար ես մի անգամ եւս ուզում եմ բոլոր շուշեցիների կողմից խորին շնորհակալություն հայտնեմ Երևանի քաղաքապետարանին եւ անձամբ Տարոն Մարգարյանին։ Ներկայ օրը արդեն իսկականից երևում է, որ աշխատանքները ավելի լավ է կազմակերպում, ինչ միջև այդ մեքենաները տրամադրելով։ Բարեկարգում Փակ բաժնետիրական ընկերության կողմից կատարվում է աշխատանքներ, ժամանակին աղբը քաղաքի հանվում է, ցավոք մեր բնակիչների կողմից անփոփություն շատ է լինում։ Կարող է պատահել այսօր մենք աղբահանումը հանենք, բայց վաղը արդեն այնպիսի բնակիչներ տանեն, ճեղտոտեն, այնպիսի բնակիչներ լինեն, որ թափեն, մենք տեղյակ չլինենք։ Ո՞նց գալիս ենք, ինչ ինժեներում չնեմ, սա որ ցույց նայեցնեմ աշխատելիս է։ Հիմա մի քիչ լավ է, առաջվա նայել, առաջենքան լավ չէ, բայց մի լավ է, ժողովուրդը հասկանում։ Քանի գնում են, քանի առաջ են գնում։ Ամեն օր գալիս ենք, այս մոշը հարմենք, մաքրություն ենք անում, ցալաֆանները հավաքում, բանանում, որպեսզի Շուշին գեղեցկանալի, առաջ ենք գնում։ Նորը որ քամին արեց, ես ինչ վրա, դերևս է ծառերի վրա տալիս մի քիչ մաքրում ենք, որպեսզի գնացողը չիմանա թե ինչ-որ դրոշակներ է կախված։ Մեկը կա մաքուր է պահում, ящики գնում է ящики մեջ գցում, մեկն էլ կա այսպես շպրտում է։ Շուշին էլ ախր վերանորոգում են, հենահան է սարքում են, կամաց լավանալու է։ Նելսոն Գևորգի Ստեփանյան Շուշիում այս մարդու մասին մի առանձնակի հպարտությամբ են հիշում ու խոսում, եւ դա պատահական չէ։ Սովետական միության կրկնակի հերոսը ինքն էլ շուշեցի է։ Նա ապրել է այս քաղաքում, որտեղ իրենք էր ապրում։
սովորել են նույն դպրոցում, ուր իրենք են սովորում։ Հերոս հայորդին ազնվիաբար մարտնչելով հայրենիքի համար չխնայեց իր կյանքը, հավերժացնելով մեր պապերի պատգամը, լինելիության պատգամը։ Հերոս, դու անցար քո կյանքի ուղին, այժմ քո փառքը կապրի աշխարհում։ Կապրի քո վսեմ անձնուրաց հոգին, սուրբ հայրենիքդ հզոր երգերում։ Կապրի քո գործը, գործ հերոսական, որ ազատություն պարգևեց նորան։ Մարտի 15-ին Սովետական միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի 100-ամյակը լրացավ Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի սաներն այս առիթով միջոցառում էին կազմակերպել, որը տեղի ունեցավ Նելսոն Ստեփանյանի անունը կրող պուրակում։ Ի դեպ, մինչև այսօր Շուշիում պահպանվում է այն տունը, որտեղ, ինչպես շուշեցիներն են ասում, ծնվել եւ ապրել է հենց ինքը Նելսոն Ստեփանյանը։ Պատմության դասընթացից անպայման երկրորդ համաշխարհային պատերազմ հայրենական մեծ պատերազմի մասին անցնելու այդ դասընթացին անպայման հիշում ենք մեր բոլոր եւ մարշալներին եւ հերոսներին, իհարկե առավել ոգևորիչ է մեր աշակերտների համար այն հանգամանքը, որ Նելսոն Ստեփանյանը հենց մեր համակարգացի է, ծննդով շուշեցի է։ Նրանք ոգեշնչված Նելսոնի սխրագործություններով արդեն իրենց երազանքների մեջ պատկերացնում են, թե ինչպիսին կարող են լինել հենց իրենք։ Նելսոն Ստեփանյանը շուշեցի է, նա կրկնակի հերոս է։ Իզախության համար նա ստացել է 3 պատվանուններ՝ Բալտիկայի մրգահավ պատվանունը, Սև մահ երկնքի տիրակալ։ Նա կիսանդին կանգնված է Շուշիում, նա ասել է, թե վերադարձել է իր ժողովրդի գիրկը։ Նելսոն Ստեփանյանը նույնիսկ մահվան թիրախում լինելով իր ինքնաթիռ ուղղությունը փոխեց եւ ինքնաթիռը ընկավ թշնամու նավատորմի վրա եւ նավատորմը պայթեց։ Արցախը հերոսների ծննդավայր է եւ Արցախի սիրտը Շուշին այսօր մի առանձնակի շուքով ու նվիրվածությամբ է նշում իր հերոս զավակի Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-ամյակը։ Սա եզակի մի միջոցառում է եւ Շուշիի հպարտությունն է Նելսոն Ստեփանյանը։ Շուշին բազմաթիվ անգամ միջոցառումներ է նվիրել իր կրկնակի հերոսի հոբելյաններին։ Հերոս զավակները հիշում են իրենց հերոսներին եւ Շուշին հպարտ է Նելսոն Ստեփանյանի նման խիզախ զավակներով։ Տարիներ առաջ երևի մի 32-33 տարի առաջ, որ ես գտնվում էի Մոսկվայում էքսկուրսիայի գնացել, մեզ տարան էքսկուրսավարը տարավ մեզ մի թանգարան, կոչվում է տիեզերականացների թանգարան։ Այնտեղ խորհրդային միության 125 հոգի կրկնակի հերոսի կոչմանն էին արժանացել։ Այդ 125 հոգու մեջ նաև փայլում էր Նելսոն Ստեփանյանի նկարը։ Ինձ համար իսկապես եւ հուզմունք էր եւ պատիվ էր այդ հրաշալի թանգարանում տեսնել Նելսոն Ստեփանյանի նկարը, նաև նրա հետաքրքիր կենսագործությամբ։ Ես հիշում եմ այսպիսի մի դեպք։ Մեր դպրոցը Քարինտակի դպրոցն էր, ես այնտեղ եմ Քարինտակի դպրոցն եմ ավարտել։ Մեր դպրոցի այն ժամանակ դրուժինայի խորհուրդ կար։ Պիոներական դրուժինայի խորհուրդ կար։ Դրուժինայի խորհուրդը կրում էր Նելսոն Ստեփանյանի անունը։ Մի անգամ միջոցառումների մեկի ժամանակ մեր դպրոցի պատմության ուսուցիչը ներկայացնում էր Նելսոն Ստեփանյանի կյանքն ու գործունեությունը։ Դրանից հետո հանկարծ տղաներից մեկը, հավանաբար 4-5-րդ դասարանի տղա էր, մոտեցավ մեր ուսուցչին եւ ասաց. «Ես անպայման Նելսոնի նման օդաչու կդառնամ»։ Եվ իսկապես տարիներ հետո հիմա այդ նույն տղան դարձավ օդաչու, իր հետ տանելով իր եղբորը Վարազդատին։ Այդ տղայի անունը Բալասանյա Մուրադ էր։ Իր եղբորն էր տարավ։ Գնացին երկուսը միասին Ռուսաստանում սովորեցին, եկան Երևան, սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ինչպես Նելսոնը ցույց տվեց հայրենանվեր գործը, ինչպեսի քաջագործություններ ցուցաբերեց, չէ։ Նույնը նաև Նելսոնի օրինակով դաստիարակված Մուրադը եւ Վարազդատը նույն քաջագործությունները ցուցաբերեցին հենց ազգային ազգագրական պայքարի ժամանակ։ Միայն Բալթիական այդ տարածաշրջանում նա կարողացել է վնասաձեռնել Թշնամու 27 նավ, 53 օդանավ, 80 տանկ,
հազարավոր ֆաշիստներ է սպանել։ Եվ չեն խոսում նրա պայթեցրած պահեստների, թշնամուն հասցրած նյութական վնասների մասին չեն խոսում։ Ահա հենց դա է փաստը, որ նրա միջոցով նրա անմիջական մասնակցությամբ այդպիսի մեծ վնասը հասցրել թշնամուն եւ արժանացել է կրկնակի հերոսի կոչման։ Իդեպ ասեմ, որ միջինասիական 5 հանրապետությունների եւ Անդրկովկասի 3 հանրապետությունների մեջ Նեսոն Ստեփանյանը միակ կրկնակի հերոսն է համարվում եւ արժե իսկապես միշտ հիշել նրան, նրա սխրանքը, որտեղ նա սոսկ անց չէ, այլ նա մի հերոսական էպոպեյա է, որի միջոցով մեր սերունդները դաստիարակվում են։ Բարեկամներ, այսօր թերևս այսքանն էինք պատրաստել ձեզ համար։ Հրաժեշտ ենք տալիս ձեզ նորից հանդիպելու ակնկալիքով։ Մինչ նոր հանդիպում։ Ժամանակ երկար չենք սպասում, միանում ենք ու նոր սահման գծում։ Ով է հողը, այն պահողը, մենք իհարկե մենք Սուսի, անունն է մեր հաղթանակի Սուսի, գարունն ու փառքը բանակի Սուսի, կյանքի գնով կարմիրս դու մեր հերոսի Սուսի մինչև լույս արավոտ, հայձին որ արդիվ, լերներին ծանոտ, կամքն ուժեղ ու քաչ, մեզ տարավ առաջ, ով է հողը, հայ պաղողը, մենք իհարկե մենք Շուշի, անունն է մեր հաղթանակի Շուշի, գարունն ու փառքը բանակի Շուշի, կյանքի գնով կարմիր ես դու երբեք ես չենք տա ուրիշին Շուշի, դու ապացույց ես մեր հայրոց